Ես շնորհակալություն եմ հայտնում եւ բոլոր ելույթ ունեցողներին, ոչ միայն կազմակերպիչներին, որովհետեւ ես ընդհանրապես սիրում եմ ոչ առաջիններից լինեմ խոսալ, որովհետեւ համոզված եմ, որ այն մտքերը, որ ինձ հուզում են, արտահայտվելու են շատ-շատերի կողմից, լսարանը բավականին պատրաստված է, գրագետ է, ես դրա համար կսկսեմ մի երկու բան ասեմ, որ անմիջապես վերաբերվում է այսօրվա մեր թեմային, նախ եւ առաջ դա աննախադեպ չէ, որ այս իշխանությունները գործում են այսպես եւ ինքնախոստովանությամբ հանդես եկած առաջնորդը, պես ասած, հստակեցրել է, որ այն ամենը ինչ տեղի է ունեցել, ինչի մասին չեն ասել, պետք է 2018 թվականից ասեն։ Այսինքն դրանք եկել են դրա համար եւ շատ անշեղորեն իրականացնում են բավականին հմուտ արտաքին կառավարման ներքո այդ քաղաքական ամենամութ տեխնոլոգիաներով իրականացնում են այդ քաղաքականությունը։ Անշուշտ ես եմ միանում կոչերին ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես Ադրբեջանում, այդպես էլ Հայաստանում, արդյոք դա պատահական է, ոչ։ Այնտեղ, որտեղ չի հասնում Ադրբեջանի ձեռքը, անմիջապես մտնում է գործի մեջ է անցնում օրվա իշխանությունները։ Հիմա ես կցանկանայի մի առաջարկություն հենց սկզբից ասեմ, ես կարծում եմ այս մեր լսարանի այս լսումների անունից արժե հայտնել, անվստահություն հայտնել գլխավոր դատախազին։ Դա հստակեցնենք, որ ուրիշ մենք այստեղ այսպես ասած թիրախ չպիտի ունենանք, ինչու, որովհետև Նյուրնբերգյան կարևորագույն սկզբունքներից մեկը ասում է ոչ միայն նա, ով հրամայել է կամ կարգադրել է, այլև նա, ով իրականացրել է անօրինական հրամանը, Եվս պետք է կրի պատասխանատվություն։ Դրա համար ես առաջարկում եմ դա իրոք քննարկումից հետո անպայման հիշատակել, որ լսումները հայտարարում են անվստահություն գլխավոր դատախազին։ Նույն ձևի եւ այն բոլոր դատավորներին, քննիչներին եւ այլն։ Ինչու։ Հիմա ես պետք է որպես մարդու իրավունքների պաշտպան պաշտպանեմ այդ դատավորների եւ մնացածների իրավունքները, որովհետեւ իրենք հիմա գտնվում են պարտադիր աշխատանքների ներքո։ Դա գրեթե ստրկություն է։ Այսինքն, երբ որ նրանք արդեն կկանգնեն դատարանի առջև, ես կաշխատեմ պաշտպանել իրենց մարդու իրավունքները այն վայրերում, որտեղ իրենք պետք է հայտնվեն։ Դա իմ առաջարկությունն է այսօրվա մեր հարգարժան։ Ես չեմ կարող շրջանցել Լիդիա Մանթաշյանի հարցը, որովհետև ովքեր մի անգամ գոնե կամ տեսել են, կամ շփվել են այդ անձնավորության հետ, հասկանում են, թե այդ ինչ քաղաքական անմեղսունակությամբ պետք է տարապեն նրանք, ովքեր հիմա մեղադրում են իրեն ահաբեկչության մեջ։ Եվ դա ես կրկնում եմ, չեմ կասկածում, որ կգա այդ պահը, երբ որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս վիճակի մեջ, կկանգնեն դատարանի առջև։ Հիմա ես ուզում եմ միայն մի բան եւս լուսաբանեմ, թե ինչ կապ ունի աղոթքի նախաճաշը Հայաստանի հայկական հայ առաքելական եկեղեցու հետապնդումների հետ։ Ես հիշեցնեմ, որ իրոք շատ գեղեցիկ միջոցառում է Ամերիկայում։ Ինչու։ Որովհետև Ամերիկայում ամենակարևոր այսպես դավանանքներից մեկը դա պրոտեստանտ է, ոնց է, բողոքաններն են, որոնց մեջ ըստ Փյու հետազոտական կենտրոնի 3000-ից ավել դավանանքներ կան։ Եվ այդ նախաճաշը ունի շատ հստակ նպատակ։ Բոլորը, ովքեր որ տարբեր այդպես դավանանքների են, Նյու Յորքի մի փողոցում ասեցին ինձ 200 տարբեր եկեղեցիներ կան։ Եվ դա պլուրալիզմի հաղթանակ են համարում Ամերիկայում, իսեր Աստծո, հարգենք բոլորին։ Բայց այդ նախաճաշը Հայաստանում կազմակերպել են հասարակական, կրոնական կազմակերպություններ եւ հստակ հնչել է այդտեղ
վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը, որ հայտարարում եք, որ Հայաստանը դա կրոնական ազատության եւ պլուրալիզմի պետություն է։ Այսինքն քայքայումը դա ոչ միայն ուղղակի գնում է մի ուղղությամբ, այլև հրավիրվում են ամենատարբեր, այդ թվում եւ քայքայիչ աղանդների ներկայացուցիչները։ Այսքանը